Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Պողոսյան, քրեական օրենսգրքում կա 290 հոդվածը, որը վերաբերում է հարկերը թաքցնելու ու հիմա բառացի մեջբերումը չանեմ, բայց մոտավորապես հետևյալն է ասում այդ հոդվածը, որ հարկերը թաքցնելու նպատակով կամ խոշոր չափով հարկերը թաքցնելու նպատակով հաշվետվություններ չներկայացնելը, սխալ թվեր ներկայացնելը եւ այլն նախատեսվում է ազատազրկում որոշակի տարիների կտրվածքով։ Հիմա այսինքն նշանակում է, որ 10 միլիոն դրամից ավել, երբ որ գործարարի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվում ու հիմնավորվում է, որ դա արվել է ոչ թե միտումնավոր, չի լսվում։ Արգելի գործընկերներ, խնդրում եմ լրությունը ապահովել, որ հարցը լսվի։ Պարոն Պողոսյան, այսինքն եթե գործարարը իր գործունեությունը ծավալում է եւ պետական եկամուտների կոմիտեն ստուգման արդյունքում հայտնաբերում է, որ ինքը պիտի ավել հարկ վճարեր եւ այդ չափը անցնում է 10 միլիոն դրամից եւ եթե հիմնավորվում է, որ դա արվել է միտումնավոր, այսինքն հարկերը թաքցնելու նպատակ ունեցել, արդեն հարուցվում է քրեական գործ։ Հիմա 2018 թվականից, եթե չեմ սխալվում, ՊԵԿ-ից քննչական մասը դուրս է եկել եւ գնացել է քննչական կոմիտե։ Ես ձեզ հարցում եմ ուղարկել գրավոր, այդ հարցումը որ լինի ավելի մանրամասն իմանանք, թե մինչեւ այսօր քանի քրեական գործ է հարուցվել, ինչ ծավալով, բայց հարցս հետեւյալն է վերաբերվում։ Օրենքի այդ դրույթը ինքը ենթադրում է, որ երբ որ նշվում է հարկերը թաքցնելու նպատակով, որ գործարարը միտում է ունեցել հենց հարկերը թաքցնելու։ Հիմա այդ գործերը, որ պետական եկամուտների կոմիտեից գալիս են քննչական կոմիտե, ես այդ ընթացակարգն եմ ուզում հասկանալ, ոնց է որոշվում, որ գործարարը դա արել է հենց հարկերը թաքցնելու համար չարամտորեն, ինչ որ ֆիլտր կա, որով անցնում է, որպեսզի այն գործերը, որոնք որ դրա տակ չեն ընկնում փաստացի, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնի, ոչ էլ գործարարների կյանքը։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Մենք այո, հիմա հաղորդումները հիմնականում ստանում ենք, ոչ միայն պետական եկամուտների կոմիտեից խոսքը վերաբերվում է ձեր մատնանշված հանցակազմի վերաբերյալ հաղորդումների, նաև ստանում ենք նաև այլ իրավապահ մարմիններից, ազգային անվտանգության ծառայությունից, ներքին գործերի նախարարությունից ստանում ենք, բայց հիմնական մասը պետական եկամուտների կոմիտեից ենք ստանում նման հաղորդումները։ Բնականաբար հաղորդումները, երբ որ կազմում է հաղորդմանը կից փաստաթղթերով, ըստ էության նախնական, որպեսզի իրավական գնահատական ենք տալիս, երբ որ որոշում է վարույթ նախաձեռնելու հարցը, մենք ուսումնասիրում ենք, պարզում ենք, որ մեծամասամբ բոլոր դեպքերում հիմնականում 1 կամ 2 օպերատիվ հետախուզական միջոցառումներ չեն իրականացնում։ Այսինքն ՊԵԿ-ը այդ նախորդող ժամանակահատվածին մինչև հաղորդում ներկայացնելը լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացնում արտաքին դիտում, ներքին դիտում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում, այսինքն այս միջոցառումների շրջանակներում, երբ որ ՊԵԿ-ը մեզ ամբողջական տվյալ է տալիս, մենք հիմնականում դարձյալ, երբ որ վարույթ ենք նախաձեռնում, միանգամից իրացման չենք գնում, մենք ինքներս էլ ենք նաև որոշակի միջոցառումներ ձեռնարկում, եթե այդ վարույթներով հաստատվում է չարամտությունը, այսինքն դիտավորությունը եւ այլն, նոր մենք գնում ենք քրեական հետապնդումների։ Արձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, ձեր ասացի տրամաբանությունը հասկանում եմ, ուղղակի ես մի քիչ հարցին այլ կողմից եմ նայում։ Տեսեք, երբ որ քննչականով հարկային խախտումների մասով զբաղվում էր պետական եկամուտների կոմիտեն, բնականաբար այդ տնտեսվարողի համար ամենահաճելի process-ը չի, բայց մի քիչ դիսկոմֆորտը քիչ է, որովհետև ամեն դեպքում գործ ունենք ֆինանսների, պետական բյուջեի հետ հարաբերությունների հետ։ Երբ որ գնում է քննչական կոմիտե, այդտեղ արդեն ընկալումները փոխվում, մի քիչ հոգեբանական ճնշումները ավելանում։ Ես ենթադրում եմ, որ պիտի քննչական կոմիտեն տնտեսվարողներով սկսի զբաղվել այն ժամանակ, երբ որ հիմնավորված է, որ միտում կա, այսինքն պիտի ՊԵԿ-ի տեսուչը հիմնավորի, որ այդտեղ հարկերը թաքցնելու նպատակի հետ գործ ունենք, նոր դուք դրանով սկսեք զբաղվել։ Իմ հարցը հետեւյալին է վերաբերում, ավելի շատ ՊԵԿ-ին է վերաբերում, բայց քանի որ ՊԵԿ-ը հաղորդում չի ներկայացնում, ձեզ եմ հարց ուղղում։ Կա որևէ օբյեկտիվ ֆիլտր, որ մենք հասկանանք իրականում այդ գրությունը կամ այդ եզրակացությունը, որ հարկերը թաքցնելու այդ գործ ունենք, որքանով է հիմնավոր, եւ եթե վերջում օրինակ դատարանի վճռով պարզվեց, որ ամեն դեպքում այդտեղ հարկերը թաքցնելու միտում չկար, բայց օրինակ մարդու բիզնես գործունեությունը
առողջությունու ժամանակը մի տարի կատվածահարարեցինք, այդտեղ որևէ պատասխանատվության մեխանիզմ ըստ պետք է թե չէ։ Շնորհակալություն, պարոն Թունյան, որպեսզի առավել պարզ լինի, մի կոնկրետ գործի տվյալը չմատնանշելով մի հատ ինչ-որ նկարագրություն նշեմ, որը որ ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե մենք ինչպես ենք գնահատում, թե անձը արդյոք չարամիտ դիտավորություն ունեցել, որպեսզի խուսափի ինչ-որ X չափով հարկային պարտավորություններից։ Օրինակ մենք ունենք մի վարույթով, օրինակ ունեինք գաղտնալսման արդյունքներ, որ ուղիղ գաղտնալսման արդյունքներով հաստատվում էր, որ եւ իրացրել ենք արդեն իսկ այդ դեպքով, երբ որ ունեինք հստակ տեղեկություններ, որ անձը հաշվապահի հետ խոսակցություններում եւ այլն կոնկրետ նշում է, որ իրացման շրջանառությունը պակաս ցույց տա։ Ավելին, երբ որ մենք գնացինք անհետաձգելի քննչական գործողություններ կատարեցինք, նաև սև հաշվապահությունը իրական շրջանառությունը վերցրեցինք, նոր դրանից հետո հնարավորություն ստացանք հաստատված համարելու, որ անձը կատարել է այդ արարքը եւ դրա հիման վրա միջնորդություններ ներկայացրեցինք, որպեսզի քրեական հետապնդում հարուցվի եւ հարուցվեց քրեական հետապնդում։ Այսինքն մենք բազմաթիվ գործիքակազմ ունենք, որոնցով հնարավորություն ենք ունենում գնահատելու անձը դիտավորությամբ խուսափել հարկային պարտավորությունները չկատարելուց, թե ուղղակի զուտ անփութության արդյունք է։ Իհարկե, մենք ունենք նաև որոշակի դեպքեր, երբ որ մենք քրեական վարույթով հաստատում ենք, որ այս չարամտությունը բացակայում է եւ այդ վարույթները նաև ընթացքը լուծում ենք համապատասխան կարճելով։